Ողջույն սերի ընկերներ, սերի բարեկամներ, մեկ շաբաթյան բիջումից հետո կրկին ձեզ հետ եմ ուրեմն Facebook-յան լայվում։ Ուրախ եմ, որ միացել եք ինձ, ուրախ եմ, որ ձեր Կիրակի երեկոն Երևանում, իսկ Կիրակի առավոտը Միացյալ Նահանգներում մեզ մոտ որոշել եք կիսեք ինձ հետ եւ առաջիկա շուրջ 45 րոպե 1 ժամվա ընթացքում կփորձենք միասին խոսել մի շարք թեմաների մասին։ Հիմնական թեման լինելու է Սպյուրքը, որը կարծում եմ անցած շաբաթ շատ դրա մասին խոսվեց եւ ես դրա մասին էլ հայտարարել էի այսօր մի երկու անգամ, որ դրա մասին եմ հիմնականում խոսել։ Խոսքը արդեն գիտեք ինչի մասին է։ ԿՊԱ-կան պատգամավոր Արման Եղոյանը անցած շաբաթ ազգային ժողովում մի շարք հայտարարություններ կատարեց Սպյուրքի մասին, փորձեց սադրել, հետո դրան հետևեցին մի շարք արձագանքներ, թե ազգային ժողովում, թե ազգային ժողովից դուրս։ Ամբողջ շաբաթվա ընթացքում փորձում էի կամ ցանկություն կար պատասխանելու արձագանքելու, բայց մտածեցի սպասեմ շաբաթավերջ այդ բոլոր արձագանքները լինեն անցնեն, իսկ շաբաթավերջին լայվում մի քիչ այսպես հանգամանորեն ամփոփենք այս թեման եւ խոսենք այս թեմայի մասին, կարծում եմ հետարքիր կլինի այսօրվա հիմա լայվներ ես դրել եմ հետարքիր կերպով շնորհակալություն հայտնել Արման Եղոյանին, ԿՊԱ-կան պատգամավորին, գուցե մի քիչ տարօրինակ թվա, բայց ամեն դեպքում այդ նման հայտարարությամբ, նման ելույթով, որ ինքն ունեցավ ազգային ժողովում, շատ իրականություններ բացահայտեց, անկեղծորեն բացահայտեց, որոնց մասին ես հիմա իմ լայվի ընթացքում կխոսեմ, թե ինչու պիտի ինչ-որտեղ նաև շնորհակալություն հայտնել Արման Եղոյանից իր ելույթի համար, այդ անկեղծացման եւ բացահայտումների համար, քանի որ շատ բաներ, որ մենք ասում էինք, ինքը արդեն ապացուցեց իր այդ հայտարարությամբ։ Իսկ մինչ այդ բուն թեմային անցնելը երկու կարևոր թեմաներ կան, որոնց ուզում էի շատ կարճ անդրադառնալ եւ հետո կացնենք Սպյուրքի ուրեմն թեմային։ Մինչ այդ բացատրեմ լայվերս արդեն հիշում եք, ժամանակին YouTube-ում էի, YouTube-ի վրա էր գնում, բայց հետո որոշեցի փոխադրվել կրկին Facebook, բայց ամեն դեպքում YouTube-ը կա, այս տեսագրությունները հետո գնում են YouTube, այնտեղ տեղավորվում են, քանի որ Facebook-ը երկար չի պահում լայվերը, մաքրվում են, հետևաբար կխնդրեմ միանաք նաև իմ YouTube-յան ալիքին, այնտեղ բաժարտագրվեք, ձեր կոմենտները, լայքերը կօգնեն, որպեսզի ավելի շատ տարածվի, բայց ամենակարևորը հենց այս լայվի տակ էլ նաև ձեր ակտիվությունը, ձեր լայքերը, ձեր կոմենտները, որ կթողնեք, նաև եթե կկիսեք մտքերը այս լայվով կիսվելը ձեր ընկերների հետ կօգնեն, որպեսզի ավելի շատ մարդկանց այս թեման եւ բովանդակությունը հասանելի դառնա։ Իսկ մինչև Սպյուրքի մասին խոսելը ես կուզեի երկու բանի մասին խոսել։ Ուրեմն ցավալիորեն այսօր կրկին բանակում հերթական զոհի մասին լուր տարածվեց եւ եթե չեմ սխալվում վիճակագրությունը հույս եմ որ ճիշտ հիշեմ միայն 2026 թվականի ընթացքում միայն 2026 թվականի ընթացքում այսինքն անցնող 8 ամիսների ընթացքում մենք բանակում արդեն ունենք 33 զոհ իդեպ Նիկոլի խաղաղության պայմաններում։ Հիշեք, հավակնում էր, որ սահմաններին այլևս զոհեր չունենք, բացարձակ խաղաղություն ա տիրում։ Ես գրել եմ, ասել եմ, նորից եմ կրկնում։ Հենց այս զոհերի թիվը բացահայտում է Նիկոլի խաղաղության կեղծության մասին։ Բարեբախտաբար, այո, Եղրաբելուրը զոհված տղաների գերեզմաններով չի լայվում եւ դրա մեջ դա դրականալ, լավ է, դրանով մենք բոլորս անշուշտ ուրախ ենք եւ դրա համար ողջունում ենք եւ չի կարող որևէ մեկը դրան, պես ասած, կողմ լինել։ Բայց հիշենք զուգահեռ իրականությունը, որ տեղի ունենում, որ Եղրաբելուրի փոխարեն հիմա մեր ամբողջ հարաբերության տարածքում գտնվող գերեզմանատները մեկ է, աճում են մեր երիտասարդների դիակներով, որոնք անհայտ պայմաններում զավեշտալի երբեմն տխուր պայմաններում զոհ են գնում կամ ինքնասպանությունների կամ ռազմորկաների բանակի մեջ ամենատարբեր տեսակի այդպես ասած իրադարձությունների եւ ասում եմ շեշտում եմ միայն 2026 թվականի ընթացքում անցնող 8 ամիսների ընթացքում մենք ունենք արդեն 33 զոհ դեռ մինչև տարվա վերջ չգիտենք ինչ իրավիճակ է լինելու սա Պապիկյան Սուրոյի ստեղծած բանակ իրավիճակն է եւ անշուշտ դրա առաջին եւ վերջին պատասխանատուն Նիկոլն է պաշտպանության նախարարությունն է իր բոլոր հրամանատարական կազմով որոնք այս բարդակ այս վիճակը ստեղծել են բանակի մեջ ես մի շատ པարզ հարց քիչ առաջ հնչեցրել էի գնում են ոչ մարտական պայմաններում ինքնաձիգից կրակահերթ արձակելով ուրեմն բանակում զոհ են ունեցել մի շատ տրամաբանական հարց է ցակում իսկ գիտեք ես բանակում չեմ ծառայել բայց նրանք որ ծառայել են հավանաբար կհաստատեն այնպես չի որ երիտասարդը եթե գնում է բանակ որպես
հատկապես եթե պարզ ժամկետային զինծառայողը առաջին օրվանից իրեն լիսկավորված իրական փաշփուշներով լիսկավորված հրացան են տալիս եւ ամբողջ ժամանակ օրվա ընթացքում այդ հրացան այդ զինվորը իր հետ կրում է գիշերը ես ինչ կանում հանգստի պահին իր հետ կրում է միասին տղաներով ես ինչ գիտեմ տղայական մթնոլորտ է բանակում իրար հետ վիճում են հետո կարող են հանեն այդ հրացանով իրար վրա կրակեն հենց այս իրավիճակը որ ասենք ոչ խապարտական պայմաններում հիմա դիրքերում հասկանալի է եթե հերթապահություն է դիրքերում լիսկավորված հրացան ունենալը անհրաժեշտություն է բայց հանգստի պահին զորանոցներում այդպես ասած լիսկավորված հրացաններ ինչպես են գտնվում զինվորների տրամադրության տակ որ մեկ էլ կարող է դրան օգտագործել կրակահերթ բացելու եւ այդպես ասած խնդիրներ լուծելու համար սա այն իրավիճակն է որ տերում է բայց կա շատ մի պարզ նաեւ իրողություն որ սա անկեղծ շեշտում եմ Նիկոլի Պապիկյան Սուրիկի եւ նրանց այս ամբողջ այս կազմի պատասխանատվության տակ է եւ նրանք պետք է պատասխան տան յուրաքանչյուր նորմալ պայմաններում գտնվող երկրում 33 հատ զոհի չէր ասնելու առաջին 2-3 այդ նմանակարգի զոհերից հետո պաշտպանության նախարարը ինքը իր կամքով հրաժարական կտար կներկայանար եւ թույլ կտար որպեսզի անաչառ հետաքննություն անցկացվի իրավիճակի մասին եւ թույլ կտար որպեսզի իրավիճակը փոխվի որպեսզի ուզոր զոհեր ունենանք բայց տեսնում ենք իրավիճակը նույնպես շարունակվում է բայց նաեւ կա մի շատ կարեւոր հարց որ մեր երիտասարդը ով մտնում է բանակ ինչպես այդպես ասած այդ մտածողությամբ մտնում որ զենքով կարող է խնդիր լուծել դե բոլորս էլ հասկանում ենք այդտեղ կարգապահություն կա դիսցիպլին կա այդ իրավիճակը Այժմ առաջի պայմանը կարելի ասել այն, որ բանակից դրսում պատկերացում են ստեղծել վերջի շրջանում Նիկոլը, որ այդտեղ ելակ ուտելու, քյաբաբ ուտելու մթնոլորտ է, զինվորը գնում է 2 տարի այդպես իրավիճակում ապրելու, բայց միանգամից հանդիպում է ռազմական դիսցիպլինի, որին ինքը սովոր չի, իրեն ուրիշ մտածողությամբ են պատրաստել բանակի համար, այդ ներկա հանրակրթական է չափանիշներով մտածողությամբ, որ ԿՊԱ-ներ տարածում են, բախվում է այլ իրականության հետ, եւ բնականաբար դրանք ստեղծում են հոգեկան ծանր իրավիճակ բանակում։ Սա ասում եմ հոգեբանների, սոցիոլոգների քննարկման թեմա է, ես չմտնեմ այդտեղ, բայց անշուշտ դա կարևոր է։ Ու նաև այդ որ գիտեք այդքան հեշտ չի որ դուք քո զենքը մա պատկերացեք շատերի համար դա շատ մանկական է թվում, բայց հիմա պատկերացեք ձեզ զենքը ձեր ձեռքում լինի, որքան հեշտ է այդ զենքը առնել միանգամից այդպես կրակահերթ բացել քո ընկերոջ վրա, քո բարեկամի վրա, մեկի հետ որի հետ դու զինվորական ծառայություն ես անցկացում։ Դա այդքան էլ հեշտ բան չի։ Դրանք բոլորը գիտեք մի տեսակ գալիս են այն ենթամշակույթից, որ մեզ համար ստեղծվել է եւ դրա համար դա միայն վերջին 8 տարիների ընթացքում ցավոք չէ, վերջին 18 տարիների ընթացքում է եղել կրիմինալ հեռուստասերիալներով, որոնք ողողեցին ամբողջ մեր հեռուստաեթերները, հետո այդ հեռուստասերիալների արտադրողներին ժողովրդական արտիստի տիտղոսներ շնորհեցին, գնահատականների արժանացան։ Գիտեք, երբ որ ամբողջ ժամանակ այդ երիտասարդը հեռուստատեսությամբ, կինոներում տեսնում է մարդկանց, ովքեր նման հեշտությամբ զենք են օգտագործում, զենքով խնդիր են լուծում, դա մի տեսակ նաև իր համար դառնում է սովորական այդ զենքի օգտագործումը։ Հետևաբար, կարծում եմ շատ մարդիկ պետք է այս մշակույթի համար պատասխանատվության ենթարկեն այս իրավիճակի համար։ Նիկոլը առաջին հերթին, Սուրեն Պապիկյան առաջին հերթին, Գերագույն շտաբի պետ առաջին հերթին, հրամանատարական կազմ առաջին հերթին, բայց նաև նրանք ու հատկապես այն մարդիկ, որոնք իրենց վերահսկողության տակ գտնվող հեռուստատեսություններով ամբողջ մինչև 2018 թվականը ամբողջ եթերները ողողել էին կրիմինալ հեռուստասերիալներով ու փորձում էին ժողովրդի միտքը պղտորել եւ նման մշակույթ ստեղծել։ Չխորանամ այս թեմայի մեջ, կարծում եմ շատ բարձր ասելիքս ինչ որ կար ասում եմ, հուսում եմ որ սա կլինի վերջինը եւ մենք այլևս նման իրավիճակի ականատես չենք լինի, բայց մեկ այլ նրա պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկեն, ովքեր այս իրավիճակի պատճառն են։ Ու մեկ էլ նկատեցի, որ մի շարք տելեգրամի անալիքներ էլի սովորականի կախվեցին խորհրդարանական ընդդիմությունից, բա խորհրդարանական ընդդիմություն ինչ անում։ Մի տեսակ կարծես բանակում Սուրեն Պապիկյանը չի կարողանում բանակը կառավարել։ Նման իրավիճակ է ստեղծում, էլի խեղճ խորհրդարանական ընդդիմությունն աս երևույթին ստեղծված այս իրավիճակի համար պատասխանատու Հիմա, բայց կարծեմ ցանկացած մարդ ինքը պետք է իրան հարց տալ, որ ես անձամբ այս իրավիճակի ստեղծման հարցում որքան եմ մեղավոր, հատկապես այն նրանք, ովքեր գնացել են, ձայն են տվել կողմնակի ընդդիմադիր, գրպանային ընդդիմության ընդդիմադիր ուժերին, պատճառ են դարձել, որ այս իրավիճակը ստեղծվի, պատճառ են դարձել, որ Նիկոլը վերարտադրվի։ Գոնե այդ մարդիկ, կարծում եմ, որևիցե ասելիք այս պահին չունեն եւ գլխոսակիր ընդդիմությանը կամ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրելու պատճառ
ես չեմ տեսնում այստեղ։ Անշուշտ նրանք իրենց պարտականությունը կկատարեն, բայց մի մոռացեք, որ խորհրդարանական ընդդիմությունից բացի նաև ժողովուրդը հատիկ առ հատիկ նրանք, ովքեր երիտասարդներ ունեն, երեխաներ ունեն, որոնք պետք է բանակ գնան կամ ծառայում են բանակում, կամ հարազատներ ունեն, ամեն դեպքում հայ են եւ տարապում են այս իրավիճակից, պատասխանատվություն են կրում այս հարցում եւ նրանց լռել եւ նրան նստել տեսնել տիտղոսակիր ընդդիմություն ինչ անում, կարծում եմ նաև իրենց է պատասխանատու դարձնում այս հարցում։ Սա մեկ։ Երկրորդը նաև պիտի սկզբում ասեի, հիմա այսօր ասեմ, այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 26-րդ տարեդարձն էր, 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, նույն այն հռչակագիրը, որին հղում է կատարվել մեր սահմանադրության մեջ եւ որի փոփոխության պահանջ է դրել Ալիևը, եւ այդ պահանջը հերթական պահանջը բավարարելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ սահմանադրական փոփոխությունների։ Ավելորդ այս թեմայի մասին խոսել, ավելորդ ասել, որ անկախության հռչակագիրը մեր ծննդականն է, մեր ծննդյան թուղթն է, մեր ինքնության թուղթն է եւ դրա մեջ փոփոխության է ենթարկելու մեր ինքնությունը, մեր իրականությունը եւ մեզ զրկելու այն ակունքներից, որից ծերում է մեր այսօրվա հանրապետությունը։ Անշուշտ այսօրվա կապակցությամբ պետք է շնորհավորել, բայց հույսով եմ չլինի այնպես, որ հաջորդ տարի այս օրը, երբ պիտի խոսենք, սկսենք ցավակցություն ասել կամ ցավով հիշել, որ այդ հռչակագիրն էլ պատմության գիրք ուղարկեցին եւ թույլ չտանք, որ այդ դա տեղի ունենա, անշուշտ դա կախում ունի մեր բոլորի աշխատանքից եւ պիտի անենք ամեն ինչ, որպեսզի այդ ծննդական թուղթը մնա, անկախության հռչակագիրը մնա եւ հատկապես մնա մեր սահմանադրության մեջ դրան կատարվող հղումը, որը մեր ինքնությունն է, մեր ամեն ինչն է, որ ընդհանրապես դրա վրա է ձևավորված մեր հանրապետությունը։ Թվեր չկա, առաջի, երկրորդ, երրորդ հանրապետություն չկա, կամ մեկ Հայաստանի հանրապետություն, որը հռչակվել է 1991 թվականին այս սահմանների մեջ, մեր այդ օրերին ունեցած սահմանների մեջ եւ դա շարունակում է գոյություն ունենալ եւ գոյություն կունենա մինչեւ այն ժամանակ, երբ մենք լինենք։ Իսկ այդ հանրապետություն ավարտվելով նաեւ հաստատ մենք կավարտվենք գոյություն ուրեմն ունենալուց։ Մյուս կարճ թեման, որին կանդրադառնամ եւ հետո կանցնեմ սփյուռքի թեմային, դա վաղվանից ազգային ժողովի նիստերի բովանդակությունն է, որը կարծում եմ պետք է զբաղվի կառավարության ծրագրի քննարկմամբ, բնականաբար թեժ իրավիճակ է ստեղծվում, տեսանք արդեն ազգային ժողովի ձևավորման ընթացքում ինչպիսի իրավիճակ ստեղծվեց ուրեմն ազգային ժողովում։ Հիմա հարցածակում կառավարության այդ ծրագիրի քննարկմանը մասնակցել չմասնակցելու մասին։ Ես իմ անձնական տեսակետն եմ ուզում ասել, չգիտեմ ուրիշները ինչ կարծիք ունենան կամ ընդդիմությունը ինչ կարծիք ունենա, բայց ազգային ժողովի ձևավորման նիստերին մասնակցելը անշուշտ կարևոր էր, որպեսզի այս ազգային ժողովը ձևավորվի եւ գոյություն ունենա։ Բայց օրինակ, եթե ես լինեի մեր այսօրվա ընդդիմության տեղ, հաստատ կբոյկոտեի կառավարության ծրագրի քննարկումը, այդտեղ որոշի քննարկում չի կարող լինել, որտեղ Նիկոլի կողմից ներկայացված ծրագիրը որևիցե կերպ չի կարող բովանդակություն ունենալ, այդ ծրագրում ներառված է լինելու վեհապարի պաշտոնի ձեռացնել, ինչպես իրենք են ասել, նոր սահմանադրության ընդունումը, 4-րդ հանրապետության, այսպես կոչված Նիկոլի 4-րդ հանրապետության հռչակումը, խաղաղության գործընթացները եւ բնականաբար այդ քննարկմանը մասնակցելն, իսկ արդեն եթե դու որևիցե շանս չունես, զերո հնարավորություն ես այդ տրակետերից որևիցե մեկը փոխելու, բնականաբար հիմք հատալու, որպեսզի դու նաև մասնակից դառնաս դրա հաստատման գործընթացին եւ ես կարծում եմ մեր այսօրվա ընդդիմությունը այդ ճանապարհով չպետք է գնա։ Անշուշտ գիտեմ մի շարք մարդիկ, իթևս դրանց իմ կողմից խիստ սիրված Էդգար Ղազարյանը անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի առճակատմանը, վիուներ շահելու, այդպես ասած գնահատականների արժանալու, սուր ելույթներ ունենալու, բայց մեկ է սուր ելույթներ ունենալով կառավարության այդ ծրագրի վավերացմանը ամեն դեպքում դեմ գնալը դժվար է լինելու։ Հիմա սահմանադրական օրենք կանոնակարգ ազգային ժողովի կանոնակարգի համաձայն 7 օրվա ժամկետում պետք է այդ ծրագիրը հաստատվի։ Հիմա նշանակում է, եթե 7 օրվա ընթացքում չհաստատվեց, ինչ է լինելու սահմանադրական այստեղ օրինակի համար մի շատ, այսպես ասած, հետաքրքիր հնարավորություն կարող է ստեղծել, փորձեր նիստերը ձգձգել։
ասի քվորում չստեղծել, մի տեսակ գիտեք, չգիտեմ, հիմա այդ ձևերը կարող անդիմությունը մտածի դրանց մասին, կամ նիստերը երկարաձգելով, որպեսզի այդ 7-օրյա ժամկետը անցնի, որտեղ այդ կետը կանոնակարգի մեջ կա ազգային ժողովի, որ 7 օրվա ավարտին պետք է կառավարության ծրագիրը հստակեցված լինի։ Եթե չի վավերացվում, պարզ չի թե ինչ է լինում, բայց կարծում եմ հենց այդ 7-օրյա ժամկետը կարող է հիմք ծառայի, որպեսզի ինչ որ այդպես ասած հետևություններ դրանից անել։ Ամեն դեպքում, եթե կառավարության ծրագիրը չհաստատվի, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինելու, ընդդիմությունը կարող է նոր վարչապետի տեխնացու ներկայացնել, չգիտեմ դրան հնարավոր է հասնել թե չէ, բայց Աշուշ դրան հասնելը շատ ավելի հեշտ է, քան ասենք impeachment-ը, որի մասին երազում։ Ամեն դեպքում ես չեմ պատրաստվում կամ չեմ ակնկալում հաջորդ շաբաթ կառավարության ծրագրի ընթացքում հետևել կամ արձագանքել սուր քննարկումներին, որոնք ասենք Էդգար Ղազարյանի եւ նրա նմանների միջոցով լինելու են Նիկոլ Փաշինյանի ներկայացած ծրագրի բովանդակության քննարկման մասին։ Մենք այդ մարդու հետ բովանդակային ոչ մի քննարկում այլևս չունենք, ոչ մի բովանդակային քննարկում չկա, կամ մեկ հարց հասնել այդ մարդու հրաժարականին եւ ձերբազատվել, քանի որ հիմա մեկ կետ կամ երկու կետ փոխելով չի որ մեր խնդիրը լուծվելու է։ Մեր խնդիրը հիմնականում այս իշխանության հետ է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գոյության հետ է, որի ավարտին պետք է հասնել ինչքան շուտ ցանկացած միջոցով։ Okay, կարծում եմ այսքանի մասին այդ կողմնակի թեմաներին բավարարական այսքանով անցնենք եւ գնանք առաջ Սփյուռքի թեմայի մասին, ուրեմն դրա մասին խոսեմ, շուտ հավանաբար կաշխատեմ կես ժամվա ընթացքում եզրափակել շատ էլ չի երկարի լայվը, որպեսզի ձեր ժամանակն էլ երկար չխլեմ։ Եթե հետևել եք նիստերին, գիտեք, որ Արման Եղոյանը ուրեմն ելույթ ունեցավ, հիմա անկեղծ ես մանրամասնությամբ չեմ հետևել, այդպես ասած, ինչ ելույթի հաջորդեց Արման Եղոյանի այդ հայտարարությունը կամ ինչ կոնտեքստի մեջ նման որոշեց ինքը նման հայտարարություն կատարել, որ հզոր Սփյուռքը հակադրեց հզոր Հայաստանի հետ եւ հանգեց այն եզրակացչան, որ որքան հզորանում է Սփյուռքը, տկարանում է կամ թուլանում է Հայաստանը, հետեւաբար եթե ուզում ենք Հայաստանը զորացնենք, տրամաբանորեն պետք է Սփյուռքը թուլանա, որպեսզի Հայաստանը զորանա եւ նման հիմար հայտարարություններ կատարեց, որը հիմարությունը կարծում եմ բոլորիս համար ապացուցված է։ Չգիտեմ հիմա ինչ հնարավորության մեջ դա կատարեց, բայց կարծում եմ դա պես ասած պատահական չէր, քանի որ որից է ԿՊԱ-կան պատգամավոր, ես ձեզ վստահեցնում եմ, որ պատահական ոչինչ չի ասում, իրենք իրենց նիստերի ընթացքում մինչև ազգային ժողով այդ ամբողջ սցենարների մասին խոսում են եւ իրավիճակը տանում են այն ուղղությամբ, որպեսզի կարողանան նման հայտարարություններ կատարել եւ Սփյուռքի կապակցությամբ նմանատիպ հայտարարություններ, նման քննարկում ստեղծելը պատահական չէր, հատկապես որ դրանից մի քանի օր հետո հրապարակ թերթում էր, եթե չեմ սխալվում, մի հատ գրառում եղավ կամ լուր եղավ այս կապակցությամբ, որ ազգային ժողով կառավարության մեջ նաև քննարկվում է Զարե Սինանյանից ձերբազատվելու թեման, պաշտոնանկությունների շարքում հավանաբար պաշտոնյաներից մեկը, որին հրաժեշտ է տալու Նիկոլ Փաշինյանը, լինելու է Զարե Սինանյանը, Սփյուռքի գործերի գլխավոր անձնակատարը, նույնիսկ նրան փոխարինողի անունն էր այդտեղ հիշատակվել, թե որքան ճիշտ է, որքան սխալ, կարծում եմ շուտով մենք դա կհասկանանք, բայց այն որ կարծում եմ լուրջ դժգոհություն կա Սփյուռքի կապակցությամբ տարած աշխատանքների, չնայած այդ պուպուշ իրավիճակին, որ Զարե Սինանյանը փորձում է այդպես ասած իր էկզոտիկ ծրագրերով տպավորություն ստեղծվել, որ նման այդպես ասած իրենք աշխատանքներ են տանում, մի գործ ծրագիր, ես չգիտեմ մասնագետներ բերել բան, բայց իրականությունը խիստ ցավալի է եւ կարծում եմ իրենք շատ նպատակներին, որ ցանկանում էին հասնել Սփյուռքին, բարեբախտաբար չեն կարողացել հասնել, հակառակ ասում եմ այն բոլոր պատկերացումների, որ ցանկանում է օրինակի համար Զարե Սինանյանը ստեղծել կամ իրենք փորձում են ստեղծել եւ մինչեւ այսօր, մինչեւ այս պահը ես կարծում եմ Սփյուռքը դեռ մի տեսակ ոսկորավորը մնացել է Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության կոկորտին եւ իրանք լուրջ մտահոգություն ունեն, թեև հիմա Ալիևը Սփյուռքի կապակցությամբ այդքան էլ խնդիր չի դրել, բայց եթե այդ ամբողջ համայնաշխության խաղաղության գործընթացի կոնտեքստում նաև ցեղասպանության թեման է դրված, նաև շատ բաներից հրաժարվելու թեման է դրված, բնականաբար Սփյուռքը այս հարցում իր խոսքը կարող ունենալ, ու նաև ամենակարևորը, որ Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերության մեջ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության կարգավիճակի կամ ծանր պայմանների մասին այսօր տեսնում ենք Հայաստանից ցավոք սրտի Հայաստանի իշխանությունների կողմից որևիցե լուրջ աշխատանք չի տարվում իրավիճակի կապակցությամբ, հատուկենտ իրավապաշտպաններ են, որոնք զբաղվում են, բայց հիմնականում մինչև այս պահը միակ կառույցը, միակ ինստիտուտը, որը կարողացել է ձայնը բարձրացնել եւ ամենտեղ այդ խնդիրը քննարկել եւ վերջի շրջանում տեսնում ենք շատ հաճախ է այդ թեման քննարկվում, դա
հենց նույն սպյուրքն է, որը բնականաբար Ալիևին դուր չի գալիս, Նիկոլին դուր չի գալիս, եւ սպյուրքին չեզոքացնելու այս մարդիկ խնդիր են դրել իրենց առջև։ Բայց ասել եմ եւ կշարունակեմ ասել, երկու բնագավառ կա, երկու ինստիտուտ կա, որոնց Նիկոլը չի կարողացել առնել իր վերահսկողության տակ։ Ինչ ցանկացավ արեց, դատարանները առավ իր վերահսկողության տակ, սահմանադրական դատարան առավ իր վերահսկողության տակ, բանակը տեսնում ենք ինչ վիճակ է ստեղծել, բուհեր, այդպես ասած, համասարաններ, որ բոլորը որ ցանկացավ կարողացավ յուրացնել, սեփականացնել, բայց երկու ինստիտուտ կա, որոնց չի կարողացել իր վերահսկողության տակ առնել։ Մեկը եկեղեցին է, հայոց առաքելական Սուրբ եկեղեցին է եւ վեհապար հայրապետն է, որի հարցում ինքը մինչ այս պահը ձախողել է բարեբախտաբար եւ չի կարողացել դա առնել իր վերահսկողության տակ, եւ երկրորդը բնականաբար Սպյուրքն է։ Հիմա եթե հիշեք իրենց ամենահայտնի այդ ձախողած ծրագիրը տարբեր համայնքներում հանձնակատարներ նշանակելու ծրագիր Նիկոլը սկսեց, որ մենք տարբեր համայնքներում հանձնակատարներ ենք նշանակում, մի քանի փոքր համայնքներում, որտեղ ընդհանրապես ավանդական սպյուրք էլ չեն, ես դրանց ավանդական սպյուրք չեմ արում, ընդհանրապես սպյուրք չեմ համարում, հայկական համայնք եմ համարում, հիմնականում Հայաստանից, հատկապես վերջին տարիներին արտագաղթածների շնորհիվ ստեղծված համայնք է, որը սպյուրք չի, որևէ առնչություն չունի սպյուրքի այն ավանդական հասկացողության հետ, որ մենք ունենք, այդ համայնքներում իրեն հաջողել է մի քանի, պես ասած, ներկայացուցիչներ նշանակել, բայց դրանք բոլորը արդեն հասկանում ենք ցուցական եւ ձևական համայնքներ են, բայց այն կարևոր համայնքները, որոնք խոշոր դերակատարություն ունեն, ազդեցիկ ձայն ունեն, այդ համայնքներում ինքը բացարձակ ձախողում ունեցել։ Օրինակ Միացյալ Նահանգներում նման հանձնակատարներ, որքան գիտեմ, չի կարողացել նշանակել կամ եթե նշանակել է, դարպես որևէ մեկը նրանց գոյության մասին չգիտի։ Լիբանանում, Սիրիայում նման կարևոր ավանդական սպյուրքը ներկայացնող ասելիք ունեցող սպյուրքի կապակցությամբ ինքը բացարձակ ձախողություն ունեցել եւ ամենահայտնի սպյուրքը, որտեղ ինքը ձախողում ունեցել եւ ամենամոտիկը Հայաստանին, դա Իրանի սպյուրքն է, որտեղ նույնիսկ Զարե Սինանյանը անցնող արդեն 2019-ին պաշտոնի նշանակվել է, հիմա արդեն 2006 թվականն է, 7 տարի է մոտավորապես այս պաշտոնին է ինքը, բայց մեկ անգամ 30 րոպե հեռավորության վրա գտնվող ինքնաթիռով, այդպես ասած 1 ժամվա հեռավորության վրա գտնվող Իրան չի կարողացել այցելել եւ կարծում եմ սա Սպյուրքի գործերի ցանկացած հանձնակատարի կամ պատասխանատուի ամենամեծ ձախողումն է, որը ամենակարևոր մեր սպյուրքներից մեկը նույնիսկ ժամանելու թույլտվություն կամ իրավունք կամ համարձակությունը չի ունենում։ Սրանք բոլորը խոսում են շատ հստակ ձախողումների մասին, հաստատ դրանք Նիկոլի հայացքից թաքուն չեն մնում եւ ինքը լուրջ խնդիր ունի սպյուրքը որևէ կերպով ձախողեցնելու եւ շատ պարզավոր այդ իրավիճակը այս պարտականությունը Զարե Սինանյանը չի կարողացել կատարել եւ չի կարողանալու կատարել եւ կարծում եմ այդ դժգոհություն այս իրավիճակը կա հիմա կրկին այս մարդիկ նման process-ն են դրել կամ գործընթացն են մեկնարկել սպյուրքը ներսից պարակտելու խնդիրներ արծարծելու սպյուրքի կապակցությամբ նման դիսկուրս առաջացնելու եւ պարակտելու նման դիսկուրս կամ նման խոսակցությունը սպյուրքի մասին եթե հիշեք մեկ անգամ էլ նույն թեժությամբ սկսվեց 2020 թվականի պատերազմից առաջ, որտեղ այն ժամանակ էլ իրենք լուրջ վտանգ էին զգում Սպյուրքից, որ Արցախի պատերազմը սկսվելու դեպքում ինչ արձագանք ունենալու Սպյուրքը, ես դրա մասին շատ մանրամասն եմ խոսել, որ 2020 թվականի հունիսության այդ իրադարձությունները Տավուշի այդ կարճատև պատերազմի քանի օրյա, ես միշտ ասել եմ դա մի փորձարկում էր, որպեսզի տարբեր ոլորտներում արձագանքները քննարկեն եւ արձագանքներից մեկը նաեւ հենց Սպյուրքի արձագանքն էր եւ հիշեք այդ Տավուշի դեպքերի կապակցությամբ 2020 թվականին պատերազմի նախորդած ամիսներ առաջ տեղի ունեցած այդ պատերազմի ժամանակ Սպյուրքը ինչպիսի ուժ ու արձագանք ունեցավ հենց մեր համայնքում այստեղ նույնիսկ այդպես ասած քիթ ու բերան ջարդեցին հայերն ու ադրբեջանցիները այստեղ եւ կարծում եմ դա շատ բան ասեց շատ կարճ ասեմ որ բնականաբար նրանց հիմնական թեմաներից մեկը հենց հատկապես ամերիկյան համայնքում Սպյուրքը չեզոքացնել էր եւ ցավոք սրտի Քրիստինա Ալաջյանների նման կերպարներ ոտքի հանելով 40-օրյա պատերազմի 44-օրյա պատերազմի ժամանակ կարողացան դրան հասնել ժողովրդին պահել վերահսկողության տակ թույլ չտալ որ այն իրավիճակը որ ամիսներ առաջ ստեղծվել էր տեղի ունենալ եւ կարողացան հասնել մասամբ իրենց նպատակին եւ մենք ունեցանք այդպես ասած չեզոքացված պարակտված Սպյուրք եւ հիմա նույն այդ իրավիճակը նկատի առնելով այս ակտիվացումը որ կա Սպյուրքի կապակցությամբ մի տեսակ ինձ մտահոգում այն հարցով որ շատ լուրջ գործընթացներ կան եւ կրկին Սպյուրքին այս հարցում չեզոքացնելու կապակցությամբ խնդիր կա դրված եւ այդ խնդիրը այդպես ասած քանի որ դրված է բնականաբար պետք է Սպյուրքի հարցը հրապարակ բերել եւ փորձել չեզոքացնել
Արման Եղոյան հիմա գիտեք շատ հետաքրքիր էր եւ խոսում էր Սփյուռքի մասին, խոսում էր ասում էր Սփյուռքի հզորացումը Հայաստանի տկարացման բերումով եւ որպես ապացույց թվականակ էր հիշում։ Ասում էր որ Հայաստանից արտագաղթ է լինում դեպի Սփյուռք, Հայաստանի բնակչության թիվը պակսում է, Հայաստանը թուլանում է, Սփյուռքը ուժեղանում է։ Գիտեք, հենց այս սա արդեն իսկ առաջին խոստովանությունն է, որ այս մարդիկ Սփյուռքի մասին կատարում են։ Այս մարդկանց համար Սփյուռքը ոչ բովանդակություն է, ոչ որակ է, ոչ ազդեցիկ գործոն է, ինչը տարիներ շարունակ եղել է հայ դատի կառույցներով եւ նրան աշխատող զուգահեռ այլ կառույցներով, որոնք հայ դատի կապակցությամբ աշխատանք են տարել։ Այդ պարզապես մարդագլուխ է, այսինքն միտեղ մարդագլուխը պակսում է, միտեղ մարդագլուխ ավելանում է, այս կապակցությամբ տեսակ պատկերացմամբ թուլանում է, միտեղ մյուստեղ ուժեղանում է։ Գիտեք, սա հենց այն մտածողությունն է, որ ժամանակին կթան կովի պատկերացում ունենալ Սփյուռքի կապակցությամբ, նրան ոչ թե որակ համարել, ազդեցիկ գործոն համարել, այլ համարել մարդագլուխ, միտեղ թվի ավելանալը համարել հզորացում, միտեղ թվի պակսելը համարել թուլացում։ Բայց իրականության մեջ ճիշտ հակառակն է։ Եվ փաստը ցույց է տվել ամբողջ մեր գոնե մինչև 2020 թվականի մեր իրողությունը, որ մենք ապրել ենք այդ իրողության մեջ, թե Սփյուռքում, թե Հայաստանում, մեզ ապացուցել է մեկ շատ պարզ իրականություն։ Այն պահին, երբ Սփյուռքը եղել է հզոր, այն պահին, երբ Սփյուռքը եղել է իր դերի մեջ, իր դերը ճիշտ է կատարել, լիարժեք է կատարել, միասնական է հանդես եկել, լիակատար է կատարել իր աշխատանքը, լիարժեքորեն է կատարել իր աշխատանքը, մյուս կողմում Հայաստանը եղել է հզոր, Հայաստանը կարողացել է ապավինել այդ հզոր Սփյուռքի ուժին եւ ինքն էլ հզորանալ։ Եվ ընդհակառակը, այն ժամանակ երբ Սփյուռքը թուլացել է, պարակվել է, իր դերակատարությունը չի կարողացել ճիշտ կատարել, մենք մյուս կողմում Հայաստանի դեպքում էլ նույն տկարացման ականատեսն ենք եղել։ Փաստը մինչև 2020 թվականը տեղի ունեցող իրադարձությունն էր, երբ Սփյուռքը հայ բոլոր խնդիրներով հանդերձ աշխատել է Հայաստանի իշխանությունների քաղաքականության ծիրի մեջ եւ կամ զուգահեռ են աշխատել ցեղասպանության հարց, Արցախի հարց, Հայաստանում գոնե միշտ այն ժամանակին մտցուցականորեն կամ ձևականորեն Նիկոլ ասում է, որ ինքն էլ հայդատական գաղափարախոսություն ունեցել, Արցախը համարել է, այդպես ասած, Հայաստանի մաս, այդ ժամանակ այդպիսի մտածողություն ունեցել եւ այդ ժամանակ տեսնում ենք Սփյուռքն նույն պատկերացումն ունեցել եւ այս երկուսը մեկը մյուսին թեու թիկուկ են կանգնել, բայց այն պահից երբ այդտեղ սկսել են իրար հակադրվել, այդ պահից է որ սկսել է թուլացում առաջանալ։ Հետևաբար կարծում եմ մի քիչ եթե արդար նայենք, փաստերով նայենք, թվերով նայենք, բոլորիս համար ընդհանրապես ապացուցելու կարիք էլ չկա, պարզ իրողություն հետեւյալն ովքեր ապրել են Սփյուռքում կնկատեն, որ հզոր Սփյուռքը առաջացնել է հզոր Հայաստան, Հայաստանի պետականություն, իսկ հզոր Հայաստանի պետականություն, երբ ինքը թեփթիկունք է կանգնել Սփյուռքին, ստեղծել է հզոր Սփյուռք իր բոլոր կառույցներով, որոնք կարողացել են, այդպես ասած, ժամանակի ընթացքում օգնել նաև Հայաստանի հզորացմանը։ Իսկ ամենահետաքրքիր հայտարարությունը, որ Արման Եղոյանը արեց, դա մի հետաքրքիր հետո հաջորդ օրը հարցադրում էր, որ ինքը ուղղեց Գեղամ Մանուկյանին, որ եթե միտեղ Հայաստանի շահը եւ հայկական շահը իրար հակադրվեն, հիմա ինքը հայկական շահը բերում էր Սփյուռքի շրջագծի մեջ էր քննարկում, դուք որը կընտրեք, հայկական շահը կընտրեք, թե Հայաստանի շահը կընտրեք։ Իհարկե Գեղամ Մանուկյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց, հետո եթե չեմ սխալվում նաեւ ընկեր Իշխան Սաղաթելյանն էր անդրադարձել այս թեմային, պատասխանել էր այս հիմար հարցադրմանը, բայց ես հիմա կուզեմ այս թեման մի քիչ այստեղ բացենք միասին, տեսենք արդյոք այս հարցը իրապես իմաստ ունի թե անիմաստ տապես հարց է հարցադրում, որ նույնիսկ պատասխաններն անիմաստ։ Հայաստանի շահ եւ հայկական շահ։ Առաջին հայացքից կարելի է շատ այսպես ասած գեղեցիկ, էկզոտիկ հարց տվալ։ Մի տեսակ առաջին հայացքից էլ ամեն մարդ կարող է մտածել, լավ, եթե միտեղ Հայաստանի շահը այս մի բան լինի, հայկական շահը մեկ ուրիշ բան լինի, այս շահերը հակադրվեն իրար, ես որը պիտի ընտրեմ, հայկական շահը պիտի ընտրեմ, վնաս պատճառեմ Հայաստանին, թե ընդհակառակը Հայաստանի շահը պիտի ընտրեմ, հայկական շահին պիտի վնաս պատճառեմ։ Բայց իրականության մեջ, եթե խորապես ենք նայում թեմային, այդպիսի իրավիճակ ընդհանրապես չի կարող ստեղծվել։ Այդպիսի իրավիճակ ընդհանրապես չի կարող ստեղծվել, որտեղ չկա Հայաստանի շահ, չկա հայկական շահ եւ չկա նման շահեր, որոնք իրարից առանձնացվում են։ Եթե չկան իրարից առանձնացող նման շահեր, հետեւաբար դրանք չեն էլ կարող իրար հետ, այդպես ասած, հակասության մեջ հայտնվել։ Արման Եղոյանի հաջորդ անկեղծ խոստովանությունը, որի համար ես իսկապես ուզում եմ նրանից շնորհակալություն հայտնել, հենց այստեղ է գտնվում։ Քանի որ իրենց համար
Հայաստանը հայկականությունից զուր կա։ Իրենք Հայաստանը որպես հայկական գործոն չեն համարում։ Մեզ համար, մենք նման մարդկանց մտածողության համար Հայաստանում, նաև Սփյուռքում, բոլոր տեղերում, ովքեր այդպես ասած հայկական, գաղափարական մտածողություն են Հայաստանի մասին։ Մեզ համար Հայաստանը հայկականության մեկ մասնիկն է։ Իսկ հայկականությունը չի կարող իմաստ ունենալ առանց Հայաստանի։ Դրանք իրար հետ շաղախված, միատեղված թեմաներ են։ Առանց հայկականություն Հայաստան չկա։ Այանց Հայաստան էլ հայկականություն չի կարող գոյություն ունենալ։ Իսկ եթե որևիցե մեկը փորձում է, օրինակ Արման Եղոյանի նման, ԿՊԱ-ականների նման հայկական շահ առանձնացնել Հայաստան շահից, նշանակում է ինքը Հայաստանը հայկական չի համարում։ Սա այն անկեղծ խոստովանությունն է, որ իրենք կատարում են։ Իրենց մտածողության խորքում իրենք Հայաստանը, երբ առանձնացնում են հայկականից, հայկական շահը բերում են դուրս, Հայաստանի շահը առանձնացնում են, Հայաստանը հայկական չեն համարում։ Իսկ մենք ինչ էինք ասում ամբողջ ժամանակ։ Ասում ենք, որ այս մարդիկ թուրքեր են։ Այս մարդիկ թրքայաց արյան մեջ թրքական գեներ կար, չգիտեմ որտեղից են սերում այս մարդիկ։ Ընդհանրապես հայկականության հետ որից առնչություն չունեն։ Ու Արման Եղոյան ինքնաբերաբար հաստատում է մեր ասածը, ապացուցում է մեր ասածը, որ այս մարդկանց համար Հայաստանը հայկականության որևիցե տար չի պարունակում իր մեջ։ Այլապես շահերը չէին առանձնացնի հայկական շահը Հայաստանի շահերից։ Խոստովանում իր խոստովանության իմաստը հետևյալն է, որ իրենց համար Հայաստանը հայկական ինչ-որ գործոն չի, հայկական այդպես ասած ֆակտոր չի։ Իրենց համար Հայաստանը աշխարհագրական մի հատ Նիկոլի գծած սահմաններն են 29740, չգիտեմ քանի կիլոմետրը, որ Նիկոլը որոշել է իրենց համար, հիմա Սևանի ծովի մակերևույթով հավանաբար ամենական վերևցած է լինում, այդ ցամաքային տարածքն քիչ ու շատ է լինում։ Իրենց համար աշխարհագրական մի հատ տարածք է, որը հիմա իրենց վարչակալության ատրված ժամանակավոր կերպով, իրենց իշխանության շրջանում, իրենց հոր դուքանի նման կարող են այդտեղ արևտուր անեն, իրենց համար միայն այդպես ասած փող վաստակելու, պարգևավճար ստանալու, այդտեղ առանձնատներ գնելու, հար ստանալու, պաշտոններ ունենալու, միայն այդքանի համար է իրենց համար բացատրվում Հայաստանը։ Հայկականությունից զուրկ ինչ-որ երևույթ է։ Իրենց համար հայկականը միայն այդքան է, աշխարհագրական սահմաններ, որը հանձնված է իրենց տիրապետությանը, իրենց կառավարմանը ժամանակավոր կերպով, հիմա իրենք հավերժական են համարում, բայց ոչ մի կառավարում հավերժական չի, ժամանակավոր կերպով իրենց դավադրված է եւ իրենք հիմա այդ կառավարման շրջանում պիտի այդտեղից առավելագույն շահ վաստակեն, առևտուր անեն, պարգևավճար ստանան, փող վաստակեն, փող դիզեն, առանձնատներ գնեն, հարստանան, հենց այդքանը։ Հայաստանը իրենց համար դրանով է բացատրվում։ Ու քանի որ այդպիսի պնդածողություն ունեն իրենք Հայաստանի մասին, Հայաստանը համարում են իրենց կառավարման ազգված ինչ-որ շրջան եւ ոչ մի հայկական պատկանելիություն չեն զգում իրենց գեներով դրան։ Հենց այդ պատճառով, որ այդ տարածքից հանգիստ կերպով երեք Արցախն են հանձնում, Տիգրանաշվես, չգիտեմ, Տավուշի մարզից են, Կիրանցից են տարածքներ հանձնում, հիմա էլ պատրաստվում են Տիգրանաշենից տարածքներ հանձնել։ Էդ է իրենց կառավարման համար, եթե դիմացը փող կա, դա կարող է փողի վերածվել, քանի որ ոչ մի այդպես ասած հայկականություն կամ փող կապակցվածություն գենետիկ կերպով, այնակցական կերպով չունեն, հեշտությամբ հանձնում են։ Իրենց ինչ վեճն է, որ ինչ է լինելու։ Մեկը իրենք ժամանակավոր կառավարումը, հիմա կարող են դրա փողի վերածել, փողի են վերածում, վաղն էլ հանձնելու են, թողնելու են գնալ։ Սա անկեղծ այն խոստովանությունն է, որ մենք կարող ենք հասկանալ Արման Եղոյանի կատարած հայտարարությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնում իրենից, իր այդքան անկեղծ հայտարարության համար, որ ինքը հայկական եւ Հայաստանի եւ հայկական շահը իրից առանձնացնելով մեկ անգամ եւս հաստատեց մեր ասածը, որ իրենք Հայաստանը հայկական չեն համարում, հայկական ոչը գործոն չեն տեսնում Հայաստանի համար, ընդհանրապես Հայաստանը իրենց արմիատ աշխարհագրական սահման է, տարածք է, որի կառավարում իրենք ստանձնել են, հիմա պիտի դա ծառայեցնեն, ինչպես դուք ինչ-որ խանութ եք վարձակալում, այդտեղ աշխատում եք, փող եք անում, իրենց համար էլ Հայաստանը ամբողջությամբ նույնն է։ Բայց իրականության մեջ հայկական շահը չի կարող առանձնացվել Հայաստանի շահից։ Չկա Հայաստանի շահ, չկա հայկական շահ, կա Հայաստանի եւ հայկական շահ, միատեղ շահ։ Եվ այս շահերը չեն կարող իրար հետ հակադրվել։ Որևիցե դեպքում չի կարող լինել Հայաստանի շահ, որը կհակադրվի հայկական շահի, կամ հայկական շահ, որը կհակադրվի Հայաստանի շահի։ Եթե դու ունես հայկական մտածողություն, եթե Հայաստանը համարում ես հայկական։ Եկեք օրինակներով խոսեմ, որպեսզի պարզ դառնա։ Հիմա կարող է շատերը ասեն, բա Արցախի թեման, բա ցեղասպանության թեման, սրանք այն թեմաներն են, որ ցանկացած ԿՊԱ-ական կարող է բերի եւ այդտեղ այդպես ասած ներկայացնի եւ ասի, ահա տեսեք, օրինակի համար Արցախի հարցում։ Հիմա Հայաստանի շահերից բխում է, ինչպես Նիկոլն է ասում, Հայաստանի շահերից բխում է, որ մենք Արցախի թեմայի մասին չխոսենք, Արցախի թեման փակենք,
ռազմագերիների թեման փակենք, սա Հայաստանի շահն է դրա մեջ, բայց հայկական շահը ասում է, չէ, դրանք մեր հայկական տարածքներն են, պետք է դրանց պաշտպանենք։ Հիմա արտաքուստ արևելույթ եթե նայում ենք, այստեղ ինչ-որ հակադրություն կա, բայց իրականության մեջ ի՞նչ է տեղի ունենում։ Իրականության մեջ տեղի ունենում, երբ հայկական եւ Հայաստանի շահը այսպես առանձնացվում այս իշխանությունների օրոք իրարից, մենք հայտնվում ենք թույլ դիրքում։ Բանակցային սեղանում չունենք, սեղանի վրա չունենք որևիցե բանակցային լծակ։ Հիմա եկեք այդպես ասած մի հատ այդպես մի բան պատկերացնենք։ Երևակայեք Նիկոլը Արցախը հանձնած չլիներ, առաջնորդված լիներ հայկական շահով։ Արցախը հանձնած չլիներ։ Այդ 7 տարածքներն էլ շրջակա մեր ձեռքում այսօր լինեին Արցախինը։ Արցախը ունենար նախկին այդ կարգավիճակը, որ մենք ունեինք։ Լավ, այն Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին էջեցան, այդ հայտնի թուղթը ստորագրած չլիներ, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած չլիներ։ Հիմա նույն Հայաստանի շահերից բխելով մենք կարող էինք բանակցային սեղանի վրա հսկայական խաղաթղթեր ունենայինք մեր ձեռքում։ Հենց Նիկոլ Փաշինյանին կարող էր ունենալ Հայաստանի շահեր առաջ տանելու համար։ Այսինքն հայկական շահերից չհրաժարվելով ունենալու էր իր ձեռքում ինչ-որ գործոններ, ասենք 7 տարածքներ Արցախի ազգաբնակչության հարցը, հենց ուղղակի Արցախը, ժողովրդի անկախությունը, որոնց շուրջ կարող էր նստել բանակցային սեղանին, բանակցել։ Հիմա զիջումների գնալու տարբերակով եթե ուզենար գնար, հիմա ինչ-որ տարածքներ հանձներ, ինչ-որ զիջումների գնար, սա կարգեր ամեն դեպքում ձեռքում ինչ-որ մի բան ունենալու էր։ Բայց ինքը հանուն այսպես կոչված իր Հայաստանի շահերի հրաժարվելով հայկական շահերից իրեն պարզապես զրկել է բոլոր այդ խաղաթղթերից, որ ունի բանակցային սեղանին այսօր կարող էր ունենալ Ադրբեջանի դիմաց։ Հիմա բանակցության սեղանին նստում է ինչ ունի իր ձեռքում Նիկոլայ Սպային բանակցային սեղանին։ Ոչինչ բանակցելու համար Ադրբեջանի հետ։ Շեշտում եմ, եթե հայկական շահերից հրաժարված չլիներ, որպես հայկական շահի կարևոր գործոններից մեկը Արցախից հրաժարված չլիներ, հիմա ահագին ահավոր բան ուներ ինքը բանակցային սեղանում Ադրբեջանի հետ սակարկության նստելու համար եւ Ադրբեջանի որ բան պարտադրելու համար։ Ու տեսնում ենք ինչքան անիմաստ է այստեղ Հայաստանի շահերից հրաժարվելով, հայկական շահից հրաժարվելով մտածել, որ դու կարող ես Հայաստանի շահը ձեռք բերել։ Ընդհակառակը հայկական շահից հրաժարվելով դու հիմա Հայաստանի շահն էլ չես կարողանում պաշտպանել։ Նույնը ցեղասպանության թեմայի մասին կարող ասել։ Դե ասում են ցեղասպանությունը տարիներ առաջ 100-ամյակ առաջ տեղի ունեցած երևույթ է, հիմա դրա մասին չխոսենք, դրա մասին չխոսելով Թուրքիայի հետ կարողանանք ինչ-որ պես ասած սահմանների բացմանը հասնել։ Այսքան ժամանակ բանակցություն է գնում, այսքան դրական քայլեր Հայաստանի կողմից կատարվել են Թուրքիայի կողմից հանդեպ, դուք բերեք մեկ նմուշ Թուրքիայի կողմից մեկ դրական քայլ, որը իրականացված լինի հայ-թուրքական հարաբերությունների, այդպես ասած բարեկարգման ուղղությամբ կամ սահմանների բացման ուղղությամբ։ Նրանք ողջունում են Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը, այն մեկով որից է բան չկա։ Գործնական քայլ, որից է բան չկա։ Հայաստանի կողմից լիքը գործնական քայլ կա, մյուս կողմում թուրքական կողմին պարտադրելու ոչ մի բան չկա։ Հիմա պատկերացրեք, դու հայկական շահը կարողանաս ճիշտ օգտագործել, ցեղասպանության թեման կարողանաս ճիշտ օգտագործել, բանակցային սեղանի վրա դա ճիշտ տևով բերել դրել Թուրքիայի հետ խոսել այդ թեմաների մասին, որպես ճշմարտ լծակ օգտագործես այդ հայկական շահը ներկայացնող գործոնից, բնականաբար դու դրանով կկարողանաս նաև Հայաստանի շահեր ապահովել։ Հետևաբար, ուզում եմ եզրակացնել, որ չկա Հայաստանի շահ, չկա հայկական շահ։ Կա ընդհանուր համահայկական շահ, որի մեջ մտնում է հայկական շահը, Հայաստանի շահը։ Միայն նրանք կարող են հայկական շահը առանձնացնել Հայաստանի շահերից, ովքեր Հայաստանը համարում են ոչ հայկական, հայկականությունից զուրկ։ Իրենք էլ բնականաբար նույնն են։ Չունեն գենետիկական որևիցե փոխկապակցվածություն Հայաստանի հետ, ոչի փոխկապակցվածություն չեն զգում այս հողի հետ։ Հիմա պատկերացրեք դուք ձեր տանը այդպես չեք վերաբերվի, ինչպես այս մարդիկ վերաբերվում են օրինակ Հայաստանի տարածքի հետ։ Օրինակ համար ով կհամաձայնի իր տնից տարածքներ անընդհատ տա հարևաններին, ինչա որ հարևան օրինակի համար առավոտյան ազարթնելուց իրեն պես ասած բարևի։ Նույն իրավիճակն է, որ այսօր հիմա Նիկոլ Փաշինյանը մի քիչ տարբերությամբ նույն իրավիճակն է։ Ասպա Տիգրան Աշյանը տանք, որ անկած Ադրբեջանը չարցակվի մեր վրա, կռիվ չլինի։ Նույնն էլ հիմա այդպես է։ Եթե դուք պատկանելիություն ես զգում, սեփականության ես զգում ինչ-որ տարածքի կապակցությամբ, այդպես չես վերաբերվում դրա կապակցությամբ։ Դու այն ժամանակ ես այդպես վերաբերվում, երբ քեզի բարձր ես համարում այդ տամեից, ոչ մի գենետիկական կամ ինքնության փոխկապակցվածություն չես գտնում այդ տարածքի հետ։ Այդ տունը վարձով է տրված քեզ, հիմա ասում ես դե քարը գցած է վարձով է տվել, վաղը հետ եմ տալու, այդ մի կտորն էլ տամ հարևանի հիմա ժամանակավոր օգտագործի մեկը, ես թողնելու եմ գնամ այստեղից։ Նույն այս մարդիկ վերաբերվում են հիմա Հայաստանի հետ,
Տիգրանաշենի հետ, մյուս տարածքների հետ։ Հետևաբար կարևոր թեման, որ կարծում եմ մենք բոլորս պետք է մեր ուշադրության կենտրոնում ունենանք, հետևյալն է՝ հզորի սպյուրքի հզորացումն է։ Նման թեմաների մասին անշուշտ պետք է խոսել, պետք է բացահայտել այս մարդկանց։ Կարծում եմ սա հետաքրքիր բացահայտում էր, որ կատարվեց, եւ ես շեշտում եմ, ընդգծում եմ, որ սա միայն Արման Եղոյանի մտածողությունը չի, սա ԿՊԱ-կան մտածողություն է։ Սա իրենց փակ ժողովների ընթացքում քննարկվող թեմաներ են, որոնք հիմա ամենական մեկը միջոցով Երևան են նետվում, հիմա արիթ են գտնում այդ թեմաները բերել հրապարակ նետել։ Հետևաբար սա ԿՊԱ-կան մտածողություն է, եւ կարծում եմ հենց այս մտածողությունը Հայաստան եւ հայկական շահ իրար հակադրելով այս մարդիկ ապացուցում են իրենց իսկական էությունը, այն որ իրենք ընդհանրապես զուրկ են հայկական մտածողությունից, հայկական ինքնությունից, հայկական գենից, հայկական արյունից, եւ իրենց համար այս Հայաստանը երկիրը պետությունը ընդհանրապես ժամանակավոր կառավարման հանձնված ինչ-որ երևույթ է, որ իդ իրենք ինչպես ցանկանում են կարող են վերաբերվել եւ աշխատել։ Շատ թանկագին բարեկամներ, շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, շուրջ 40 րոպե խոսեցինք տարբեր թեմաների մասին, չեմ ուզում լայվերը երկար լինի, որպեսզի զանզացուցիչ չլինի, դիտելը եւ հետո դրանց հետեւել ավելի հեշտ լինի։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, չգիտեմ հիմա լայվիս ընթացքում էլ ասացի կառավարության ծրագրի քննարկումը ինչպես կգնա։ Հիմա մեկ տարբերակ է, որ ընդհանրապես նիստերը քննարկել, չգնալ նիստերի, գուցե դա ինչ-որ լավ ձև լինի, կամ ընդհակառակը մտածում եմ կարող է գնալ հարցերի երկար շարան տալ, այնպես անել հարցերը, որ քննարկումը 7 օրվա ընթացքում չլինի ավարտել, իսկ 7 օրվա ընթացքում եթե կառավարության նիստի քննարկումը չի ավարտում, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը լռում այդ մասին եւ այդտեղ կետ կա, որը կարելի է դրան հավանաբար օգտագործել։ Հիմա մասնագետները գուցե ավելի մանրամասն կարողանան այս թեմայի մասին խոսել, կսպասենք տեսենք առաջիկա շաբաթը ինչ է լինելու, իսկ մենք հանդիպենք հաջորդ կիրակի օր, բարեկամներ, հենց այս ժամին Երևանի ժամանակով երեկոյան ժամը 11-ին, 10-ին, Լոս Անջելեսի ժամով առավոտյան ժամը 11-ին, իսկ մինչ այդ ես ձեզ բարի օր եմ մաղթում եւ խնդրում եմ, որ ձեր լայքերով, ձեր կոմենտներով, նաեւ կիսվելով այս լայվի լինքը օգնեք, որպեսզի ավելի շատ մարդու հասանելի դառնա այս մտքերը, եթե իհարկե դրանց հետ դուք կողմեք։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, մնացեք խաղաղությամբ, մինչև հաջորդ շաբաթ։